Բարի լույս բարեկամներ, այս առավոտ գտնվում ենք Վաշինգտոնի կենտրոնում բացօթյա շուկաներից մեկում։ Ամեն շաբաթ տեղի հագարակատերերը իրենց աճեցրած բերքը բերում են այստեղ վաճառելու։ Այս բացօթյա շուկան գտնվում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության շենքի դիմաց և հովանավորվում է նախարարության կողմից։ Այն տարածքում բնակվող ագարակատերերին հնարավորություն է ընձեռում իրենց բերքն այստեղ վաճառել շաբաթը մեկ օր։ Ես Բարակն եմ, սա էլ պապիկս Ջոնն է։ Մենք մասնակցում ենք այս բացօթյա շուկային ամեն շաբաթ մինչև սեպտեմբեր ամիս։ Հիմնականում բերում ենք դեղց, նեկտարին և տարբեր տեսակի բանջարեղեն։ Այդ ամենը ինքներս ենք աճեցնում։ Մեր հաճախորդներից շատերը միշտ մեզ մոտ են գալիս։ Երևի նրանք մեր բերքը ավելի շատ են հավանում, այն ավելի քաղցր է։ Ի տարբերություն քաղաքի տարբեր հատվածներում անցկացվող բացօթյա շուկաների, գյուղատնտեսության նախարարության շուկան գյուղացիներից տարածքի համար գումար չի գանձում և նույնիսկ վրաններն է անվճար տրամադրում։ Ագարակատեր Թոմի խոսքերով ինքը երախտապարտ է այս հնարավորության համար։ Մենք այստեղ ենք շաբաթը մեկ օր առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 2-ը։ Մենք աճեցնում ենք ծաղիկներ և մեղվաբուծությամբ ենք զբաղվում, սակայն բանջարեղենը վերցնում ենք այլ ագարակներից։ Կինս մեղրից նաև օճառ է պատրաստում, իսկ մեր ընկերներից մեկը բացիկներ։ Մենք երախտապարտ ենք այսպիսի հնարավորության համար և նաև մասնակցում ենք ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության բարեգործական ծրագրին։ Օրվա վերջում չվաճառված փչացող ապրանքը, ինչպես օրինակ հավկիթներն ու բանջարեղենները, նվիրաբերում ենք անտուն մարդկանց։ Իհարկե ագարակատերերից յուրաքանչյուրը համոզված է, որ հենց իր բերքն է ամենից համեղը։ Ալմա Դիասի խոսքերով իր ամուսինն անձամբ է հետևում դրան։ Ամեն ինչ ինքներս ենք աճեցնում։ Հենց այստեղ եմ գալիս, որովհետև մարդիկ ինձ դուր են գալիս։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գալու։ Բացի այս շուկայի, նաև ապրանքը վաճառում եմ Ալեքսանդրիայի և Գրեյթ Ֆոլզի ամեն շաբաթյա շուկաներում։ Մեր ապրանքը որակով է, ամուսինս դրան շատ լուրջ է վերաբերվում։ Շուկայի հաճախորդներին նույնպես առաջարկվող բանջարեղենի որակն է գրավում։ Ես այստեղ եմ գալիս աշխատանքային ընդմիջման ժամանակ, սակայն իմ տան մոտ մի քանի շուկաներ կան, որ նույնպես հաճախում եմ։ Նախընտրում եմ այստեղից առևտուր անել, որովհետև բերքը ավելի թարմ է, քան խանութներում։ Այստեղ ապրանքը երբեմն խանութի գնից ավելի թանկ է, սակայն կարծում եմ, որ թարմությունը դա լիովին արդարացնում է։ Շատերի համար բացօթյա նմանատիպ շուկաներ այցելելը ոչ միայն թարմ բանջարեղեն և միրգ գնելու, այլ նաև հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն է։ Նրանք պարզապես ուտելու ինչ-որ բան են վերցնում, նստում խոտին և վայելում օրը։ Բարեկամներ, այսօրվա համար այսքան է։ Ձեզ հաճելի, բարի և ուրախ օր եմ մաղթում։ Ձեզ հետ է Ստելլա Գրիգորյանը, կհանդիպենք։